Պարոն Հակոբյան, վարչապետի վերջին կիրակնօրյա պատարագին մենք տեսանք նաև ձեզ, նախ ընդհանուր առմամբ կուզենամ ասեք, թե ինչու եք միացել, նոր եք միացել, թե արդյոք այսպես ասած կիսում եք այդ գաղափարախոսությունը եւ ինչ եք կարծում, ինչու է կարևոր այս օրակարգը բարենորոգման։ Ես կարծում եմ, որ բարենորոգման օրակարգը այլընտրանք չունի, միացած եմ եղել հենց սկզբից, բացի երեկվան ծելի մասնակցել եմ պատարագների վարչապետի հետ եւ բարենորոգման օրակարգը ինքը մի օրակարգ է, որը այլընտրանք չունի, բացատրեմ ինչի։ Տեսեք, մենք այն խոսույթը, որ ունենք, կուսակրոնության ուխտի խախտում եւ այլն, սա այո, բայց սա մի բան է։ Այլ բան է եկեղեցում տիրող իրականությունը։ Դա ինչ է, տեսեք։ Օրինակ, մենք ունենք դիվանապետ, որը այն հայտնի ձայնագրությունը, որ կա, հիմա ես չմանրամասնեմ այնտեղ դերակատարներին եւ այլն, տեսեք, նա դիվանապետն էր։ Հայաստանյաց սուրբ առաքելական եկեղեցու դիվանապետներ։ Դա, որպեսզի դուք պատկերացնեք, ամենաբարձր պաշտոնն է եկեղեցում, որ հնարավոր է ընդհանրապես ունենալ, միայն նրան զիջում է ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնը, որպես եթե ձևակերպենք այդպես։ Եվ այդ մարդը ինչով էր զբաղված լինելով դիվանապետ, այսինքն իր գործը հայ առաքելական եկեղեցու մշտական բարենորոգումն է, հայ առաքելական եկեղեցու մշտական զարգացումն է, ինչպես կազմակերպչական հարցերով, այնպես էլ հավատքին վերաբերող հարցերով, հայ ժողովրդի մեջ հայ առաքելական եկեղեցու գաղափարների տարածումն եւ այլն, բայց մենք տեսանք հիմա ինչով էր զբաղված հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու դիվանապետը։ Հիմա մենք բոլորս տեսանք, մեզ, դուք, մեր քաղաքացիները, հանրությունը։ Հիմա ձեզ հարց եմ տալիս, ունի եկեղեցին բարենորոգման կարիք, թե չէ։ Հիմա բանական որևէ մարդ չի կարող ասել, որ չէ։ Հիմա սա մի կողմ անցանք։ Կա շատ ավելի վտանգավոր օրակարգ, եւ այդ օրակարգը եկեղեցու արտաքին քաղաքական օրակարգն է, որը կապ չունի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական ոչ օրակարգի, ոչ շահերի հետ։ Այսինքն պետական շահը, որը որ ներկայացնում է պետությունն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական շահը։ Կամ մի հատ էլ այլ կառույց, որը պետություն չի, բայց պետության մեջ զորագույն դերակատարում ունի եւ շատ մեծ ազդեցություն ունի, բայց այլ արտաքին քաղաքական օրակարգ ունի եւ այդ արտաքին քաղաքական օրակարգը Հայաստանի Հանրապետության պետական շահին համապատասխան չի։ Գարեգին բեի մնալը ազգային անվտանգության խնդիր։ Այո, եւ այն ձևակերպումը, որ վարչապետը ասում է, սա հենց սրա մասին է, որ այո, Կտրիչ Ներսիսյանի այդ պաշտոնում մնալը դա ազգային անվտանգության հարց է, ազգային անվտանգության հարց է։ Ինչի է ազգային անվտանգության հարց, որովհետեւ այն մնացած բաները, որ թվարկեցինք, դիվանապետի հետ կապված քերակնոջ, դրա մասին դա էլ է ազգային անվտանգության հարց, բայց կա ավելի բարդ եւ վտանգավոր հարց։ Դա արտաքին քաղաքական օրակարգին է վերաբերում։ Այսինքն ես եւ դուք զբաղված ենք Հայաստանի Հանրապետության անվտանգության, ինքնիշխանության մասին հոգ տանելով, օրինակ, մենք որպես քաղաքացիներ, որպես պետությունը ներկայացնող մարդիկ, կա մի կառույց, որը պետք է նույն գործը անի, բայց անում է լրիվ այլ գործ։ Եվ այո, սա ազգային անվտանգության հարց է։ Եվ եկեղեցին պետք է բարենորոգվի։ Պարոն Հակոբյան, բայց այնուամենայնիվ կարծես թե process-ի ավարտը դեռևս չի նախանշվում, որովհետև ես կարծում եմ, որ գիտեք, մենք պետքա չշտապենք, պետքա շատ հանգիստ գործենք եւ process-ի սկիզբ եւ ավարտ այդպիսի բան ինքը լինելու է, իհարկե կուլմինացիա լինելու է, բայց հայ առաքելական եկեղեցին դա մեր սրբության սրբոցն է եւ պետք չի մի մարդուն կապել ամբողջ եկեղեցու հետ։ Չկա այդպիսի բան, բազմաթիվ հոգևորականների հետ ենք շփվում, բազմաթիվ ես այնց ուրախ ու երջանիկ եմ, որ մենք հոգևորականներ ունենք, որոնք իսկապես էլի այդ կոչմանը համապատասխան են, բայց իրենց կողքին էլ ունենք մարդիկ, օրինակ Արշակ Սրբազանի մասին էր խոսքը, որ մենք տեսանք էլի այդտեղ, այսինքն քննարկելու ես չեմ էլ ուզում այս թեմա, բայց դա է մեր իրականությունը։
Այնուամենայնիվ խոսակցությունները քիչ չեն, որ Գարեգին բան ժամանակ է շահելու մինչև 2026 թվականի Ես ընտրություններ։ այո, այդ խոսակցությունները կան ու ես էլ եմ այդ կարծիքին, այո։ Գարեգին բան փորձելու է ժամանակ շահի մինչև ընտրություններ եւ ինքը ծառայում է այլ քաղաքական օրակարգի, այլ արտաքին քաղաքական օրակարգի է ինքը ծառայում եւ միգուցե նրան իր այն մարդիկում այդ որ ինքը քննարկումներ անում, ասել են մի քիչ ժամանակ ձգի, ինչքան հնարավոր է, հեսա երկրում բանա փոխվելու, ինչ որ խոսում են մեր ընդդիմադիրները։ Եվ ես վստահ եմ, որ Գարեգին բն Կտրիշ Ներսիսյանը ինքը նաև կառավարվում է այն տեղից, որտեղից որ կառավարվում են այն ընդդիմադիր գործիչները, ովքեր նույն կարծիքն ունեն։ Եվ գիտեք, ես հիմա չեմ ուզում մենք դիվանագիտական շատ մեղմ բառերով ձևակերպումներ ենք, շատ հստակ ասում եմ, շատ հստակ ուզում եմ արձանագրել, որ Գարեգին բն ունի քաղաքական այլ օրակարգ եւ այդ օրակարգը չի ծառայում Հայաստանի Հանրապետությանը, չի ծառայում հայոց պետականությանը, անկախությանը, անվտանգությանը, չի ծառայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական շահին եւ այո, եկեղեցին պետքա բարենորոգվի։ Եվ նաև անկախ չի գործում, ճիշտ հասկացա, որ իր որոշումը Այո։ Եվ նաև այդ քաղաքական ուժերը, որոնց հետ այնուամենայնիվ Գարեգին բն հույս է կապում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների տրամաբանության մեջ։ Պարոն Հակոբյան, մտավախություն չունեք, որ այդ ուժերը կարող են հաջողել, որովհետև տեսեք, օրինակ, քաղաքասարակության ներկայացուցիչներ, որոշ վերլուծաբաններ ձեր ուժին մեղադրում են, որ այդ մարդկանց պետք է օրենքի, այսպես ուժով դուրս դնել ընտրություններից, նույն նախկին նախագահների մասին։ Որոշողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնա եւ իր ձայնը տա այն ընդդիմադիրներին, ովքեր որ չեն ծառայում Հայաստանի պետական շահին, որոշողը իրենք են, մենք խոնարհաբար ընդունելու ենք ցանկացած որոշում, որը կկայացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Այլ բան է, որ մենք պետքա ներկայացնենք եւ բացատրենք, թե ով ինչ է հանդիսանում եւ ով որտեղից է կառավարվում։ Օրինակ մենք որպես կուսակցություն, քաղաքական թիմ կառավարվում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից։ Իրենք որպես կուսակցություններ եւ քաղաքական թիմեր, խմբակներ, նրանց մեջ նաեւ բանդաներ կառավարվում են այլ տեղերից, որոնք կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ, կապ չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, կապ չունեն հայոց պետականության հետ, կապ չունեն Հայաստանի անկախության հետ, ինքնիշխանության հետ, շահի հետ, ոչնչի հետ կապ չունեն, իրանք այլ երկրի ծառաներ են եւ սրա մասին մենք պետքա խոսանք։ Ես հիմա բացահայտ դա ասում եմ եւ կարծում եմ, որ այս օրակարգը, որը որ կա, ինքը կա, այս երկու օրակարգն է, կամ դու ընտրում ես, ձայն ես տալիս խաղաղությանը, ինքնիշխանությանը, Հայաստանի Հանրապետության պետական շահին, կամ մենք կարողանում ենք բացատրել, մենք ինֆորմացված ենք, չէ՞, մենք իշխանություն ենք, մենք գիտենք ինչ է կատարվում, եւ մեր խնդիրն է նաեւ քաղաքացիներն այդ ամեն ինչը ներկայացնել։ Այո, լիքը բան մեզ չի հաջողվել, եւ սրա մասին մենք պետք է ընդունենք եւ խոսանք, նույն այդ նախագահների հետ կապված եւ այո, լիքը բան մեզ չի հաջողվել, բայց կա երկու ընտրություն կամ նշեցի ինչն է ընտրությունը, իսկ մյուսը դա Հայաստանի Հանրապետության պետական շահի հետ կապ չունի։ Մեկ էլ sense մի հատ բան կա, էլի, որ նայում ես քաղաքական դաշտի գունավորմանը, կա մի գույն, որը որ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության, եւ կա sense մի հատ խառը մի հատ կացսա, որի մեջ ով ասես կա, ով ասես, ինչ կատեգորիայի ասես գործիչ կա, դեռևս տենց 90-ականներից կամ միգուցե դրանից առաջ եկող, որոնք Հայաստանի իրանց միավորումը այդ սաղ մարդկանց, ընդհանրապես մի բան, որ իրանք կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ։ Այդ մարդիկ այդ կացայում էփվող, եռացող, ինչ ասես խոսացող, իրանք կապ չունեն Հայաստանի Հանրապետության պետական շահի հետ։ Այդ է իրանց միավորում։ Պարոն Հակոբյան, մեղադրանքներ հենց դրա մասին է, եթե այս մարդիկ կապ չունեն Հայաստանի Հանրապետության պետական շահի հետ, դուք ասացիք, որ նրանց մեջ ամենատարբեր գույների մարդիկ կամ անգամ բանդաներ կան։ Հիմա այդ բանդաները ինչու են հնարավորություն ստանում մտնել ընտրապայքարի մեջ, որովհետև տեսեք նույն ուժեր կան, որ տեսեք, հիմա դուք էլ եք ճիշտ ասում, բայց դե հիմա Հայաստանի Հանրապետություն ժողովրդավարական երկիր է, մենք այսօր ինչի ենք
ամբողջ աշխարհով մեկ մեր իշխանությունը, մեր պետությունը ճանաչելի, ընդունված, մեզ հետ հաշվի են նստում, մեր խնդիրներն են լուծում, միջազգային բոլոր ասպարեզում մենք չունենք որևէ պրոբլեմատիկ իրավիճակ, այսինքն մենք ընդունված ենք որպես պետություն այսօր այլևս որովհետև մենք չենք գնում բռնի գործողություններ, հիմա մենք չենք դնում, ասենք, մարդկանց իրանք են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ամեն դեպքում, ճիշտ է, մարդկա 6 հատ անձնագիր ունի, երբ պետքա որտեղի շահը բանա առաջատանում, հիմնական մեջ շահը Հայաստանի Հանրապետության հետ կապ չունի, բայց մենք չենք կարա տենց հո չենք բռնելու բան անենք, էլի։ Դե հիմա տեսեք ժողովրդը, այո, էդ էլ է ճիշտ, բայց ընտրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Հիմա մենք տեսանք, հիմա տեսեք, Գյումրիում ով ընտրվեց, չէ՞։ Եվ հետո այն ինչ տեղի ունեցավ շատ հուզիչ էր եւ շատ կրկոտ, բայց ինչ տեղի ունեցավ։ Այսինքն, այո, մենք որպես իշխանություն ընդունեցինք ընտրության այն արդյունքները, որը կար։ Մենք ընդունեցինք այդ արդյունքները, դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրությունն էր։ Եվ այդ կրկոտ իրավիճակը, որ մինչև հիմա այնտեղ ստեղծված է, ինչի հետևանք է, այդ ժողովրդավարության հետևանքն է, բայց մենք այլընտրանք չունենք այս պարագայում։ Դրա համար մեր քաղաքացիները այն գիտակցումը պետք է ունենան եւ տեսնեն, բա մենք ինչ էինք ասում ենք Ժորժ ջան, բացի քաղաքացիական պայմանագրից դուք ում ընտրեք, նույն բանն է, դրանք նույնն են բոլորով, նույն բանն է։ Ես նկատի ունեմ այն ուժերին, ովքեր որ անցան այնտեղ, էլի։ Դա նույն բանն է, այդ կաթսայի մեջ իրանք նույնն են, ճիշտ է իրանք շատ տարբեր են, բայց իրանց միավորող մի բան կա եւ դա ընդ որում ես հիմա անձնապես չեմ մարդկանց թիրախավորում որակումներ տալիս, ես նույն բանը ասելով նկատի ունեմ իրենց քաղաքական հայացքները, այսինքն որ ասում եմ նույն բանն է այդ կացայում էփողը, դա ինչն է, դա այն մոտեցումն է, որը որ Հայաստանի Հանրապետության պետական շահի հետ կապ չունի եւ այս իրավիճակը, որ այնտեղ կա, շատ կրկոտ դա հենց դրա հետևանքն է, որ կարողացան նրանք խաբել եւս մեկ անգամ մեր ընտրողներին։ Դե հիմա որ խաբեն արդեն պետություն ունենալ չունենալու։ Դե տեսեք, ես վստահ եմ, որ այդպես չի լինելու, մենք ամեն ինչ անում ենք այդ ուղղությամբ, բայց մենք գնալու ենք օրինական ճանապարհով։ Պարոն Հակոբյան, տեսեք, օրերս նաև Լևոն Քոչարյանը իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե ուզում եք ձեր ճակատագիրը ձեր ձեռքը վերցնեք եւ ձեզ չկառավարեն Ադրբեջանից եւ Թուրքիայից, պիտի չընտրել քաղաքացիական պայմանագրին եւ նաև Ֆիդանի հայտարարությունը, եթե տեսել եք ինչ արձագանք ստացավ։ Ես ճիշտն ասած դեռևս շատ երկար ժամանակներից հիշում եմ, որ իրենք, մասնավորապես հենց իրենք եւ իրենց ընտանիքն է կապված Ադրբեջանի հետ, այնտեղ տարբեր բաներ էին խոսում, ես չգիտեմ այդ ամեն ինչի իրականություն է թե չէ, եւ մեզ չի կարելի նման բանում մեղադրել, որովհետեւ մենք կապ չունենք, բայց իրենք ասում են, որ կապ ունեցել են եւ շատ սերտ կապեր են ունեցել ադրբեջանցիների հետ։ Հիմա Ֆիդանի հայտարարության հետ կապված, տեսեք, Չկա մտավախություն, որ այդ խաղարկելով որ տեսեք, Թուրքիայում աջակցում են այս իշխանություններին եւ կամ եթե ընտրեք այս իշխանություններին, նրանք թուրքամետ կամ ադրբեջանամետ քաղաքականություն են վարելու։ Սա իհարկե որքան էլ հասկանաք, որ հիբրիդային այդ դատարկաբանությունները ես եկեք չմեկնաբանեմ, դա լսել ենք, լսում ենք, լսելու ենք, նորմալ է, բայց Ադրբեջանի հետ պետք է իրանք կապը, իրենց ընտանիքների կապը բանանեն միած ստուգեն, էլի մենք չունենք։ Հիմա տեսեք, Ֆիդանի հայտարարության հետ կապված։ Օրինակ ես գիտեմ, որ քաղաքական դաշտում տարածվեց մի կարծիք, որ այնտեղից հայտարարվել է, որ իրենք աջակցում են քաղաքացիական պայմանագրին։ Սա բացարձակ սուտ է եւ հերյունանք։ Ես ինքս այդ ամեն ինչից հետո վերցեցի եւ ուսումնասիրեցի այդ հայտարարությունը։ Եվ ամենաէժան մանիպուլյացիան է, որ կարող ընդհանրապես լինել։ Անկեղծ եմ ասում, անկեղծ։ Եվ այստեղ էլ մեկնաբանելու բան չկա։ Այլ բան է, որ այդ մարդկանց եւ իրանց քաղաքական տեր ու տիրակալներին, իրանց քաղաքական հրամանատարներին, որոնք Հայաստանի Հանրապետության պետական շահի հետ կապ չունեն, ձեռք չի տալիս, որ մենք կարգավորում ենք հարաբերությունները հարևանների հետ։ Ձեռք չի տալի, որ մենք հեսա Թուրքիայի հետ սահման ենք բացելու։ Ձեռք չի տալի, որ մենք Ադրբեջանի հետ սահման ենք բացելու։ Ձեռք չի տալի, որ Հայաստանի Հանրապետություն զարգանալու է, որովհետև երբ որ Հայաստանի Հանրապետություն զարգանում է,
իրանք հասկանում են գործ չունեն էլ անելու։ Ոնց որ իրանք էլ բան չունեն անելու։ Իրանք փող ունեն, շատ փող, շատ փող ունեն, շատ փող ունեն։ Բայց իրանք գործ չունեն անելու։ Իրանք առավոտ զարթնում են, փողկապները կապում են եւ չգիտեն ինչով զբաղվում են։ Բայց իրանք հանձնարարական է եկել քանդել պետականությունը, պետությունը, էս անել են անել։ Հիմա տենում են, որ էդ էլ չեն կարող անեն, արդեն գնում են ամենատարբեր մանիպուլյացիաների, բայց սա բանը ինքը չի կարա ստացվի։ Սա մի գործընթաց է, որը չի կարա տեղի ունենա, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր ընտրությունը արել է, անում է եւ անելու է։ Եվ եթե մեր քաղաքացիները որոշեն, որ պետքա Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքացիական պայմանագիրը գա իշխանության, մենք կգանք եւ կվերցնենք եւ կկատարենք այդ ամեն ինչը։ Եթե որոշեն, որ այդպես չի, ուրեմն մենք խոնարհաբար առանց մի բուլետեն կեղծելու մի հատ կեղծում չի լինելու։ Մենք էդ էլ խոնարհաբար էդ ենք ընդունելու։ Լույսերը չեն անջատվելու, քվյատուփերը չեն գողացվելու, վստահված անձանց չեն ծեծելու, չեն սպանելու, ընդդիմադիր հանձնաժողովի անդամներին չեն ծեծելու, չեն առնելու, չեն սպանելու, ասենց մազերից բռնած գետիններին չեն խփելու, մենք այդ ամեն ինչը տեսել ենք, չէ, ընտրակաշառք չեն բաժանելու, լինելու անես ոնց կորոշի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ու վերջ։ Սա այլ ընտրանք չունի։ Իսկ արտաքին միջամտություն որքանով է։ Նման հնարավորություն չեմ տեսնում, նման ռիսկ չեմ տեսնում, այդ ամեն ինչը վաղուց ավարտվել է, որոշող Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, թրիփը արդեն միսուարյուն է ստանում եւ տնտեսությունը զարգանում է, այս տարի շատ առատ ձյուն է եկել, ամեն ինչ նորմալ է։